Իշխանության պետականության տեսանկյունից եւ այստեղ ասած որ նաեւ իրենց մտահոգությունները կապեց նաեւ այն պնդման հետ որ Հայաստանում այլ երկրի քաղաքացիներ, որոնք ունեն Հայաստանի քաղաքացիություն, Հայաստանում քաղաքական լուրջ process-ներ գեներացնելու փորձեր են անում, ռադիկալ հայտարարություններով հանդես գալիս, ասած լինելով ոչ Հայաստանի քաղաքացի, ես լավ խնդրեի դուք ասեք ում մասին էր խոսքը, ովքեր Հայաստանի քաղաքացի չեն, բայց Հայաստանում Դու լուրջ ես այդ հարցին։ Հիմա ես ձեզ թվում է, ես հիմա պետք է ասեմ, ես ինչան ես ինչ ես, ինչան ես ինչ ես։ Լուրջ մտածում ես, որ ասենք ես տենց որևիցե քաղաքական գործիչ իրավունք ունի կամ տենց քաղաքական process-երի հարցը ձեր հարցը ես ներողություն եմ խնդրում, բայց ձեր հարցի ես պատասխանը չեմ գտնում, որ լուրջ է, որտեղ քաղաքական գործիչը չի կարող քրեական կամ որևիցե դա նշանակում է ստորակի կամ որևիցե նմանատիպ մեղադրանքի մասին անուն տալով խոսել, եթե չունի դրա ապացույցները։ Եթե չունի դրա ապացույցները, ես միջև օրս տես բան չեմ արել։ Հիմա նույնիսկ ինչ որ կայք, ինչ որ քաղաքական իրանց գործիչ անվանող մարդիկ ինձ դատի են տալիս իմ հայտարարությունները, բայց նորից եմ ասում, ես որևիցե բան չեմ ասում, որի տակ ես չունեմ առնվազն մի քիչ նման հարցեր ինձ մի տվեք։ Լավ, ուրիշ բան հարցնեմ, բայց այսինքն կան մարդիկ, սա ազատության եւ ուղղակի որ հասկանամ էլի ձեզ դրա համար եմ վերջին հարցը։ Այսինքն կան Հայաստանում կան մարդիկ, ովքեր քաղաքացի չեն, Հայաստանի քաղաքացիություն չունեն եւ վարչապետը ասում է ուրեմն կա, երբ որ ԱԱԾ տնօրենը լավ, չէ, այո, քո կարտիկ երբ որ հետաքրքիր լինի, հարցազրույց կտաս կհայտնես։ Կներեք ձեր միտքը նորից կան մարդիկ, ովքեր չլինելով քաղաքացի Այո, եթե վարչապետը ասում է ազգային անվտանգության ծառայության շենքում, բնական է, որ նման բան կա եւ դուք նենես չէ որ ես առաջինն եմ կամ վարչապետը առաջինն է, որ տես բան է ասում։ Իսկ չեք տեսել, որ ասում են Հայաստանի Հանրապետությունը դե իր անվտանգությունը չի կարող ապահովել, դրա համար պետք է ինքը անդամակցի որևիցե միության։ Չեք լսել այդպես արտահայտություն։ Սա առաջինը լսել եք։ Ոչ Հայաստանի քաղաքացիներ։ Ես չգիտեմ դրա մասը դուք կոնկրետացում եք ուզում։ Ես ձեզ ասում, ես դրա իրավունքը չունեմ անել։ Այլ Իսկ ասում եք որ օրենսդրական միայն մի բան, պարոն Սիմոնյան։ Պարոն Սիմոնյան, օրեր առաջ Վեհարանում տեղի ունեցավ, հա, ԱԱԾ աշխատակիցների ոստիկանության ներխուժում այնուամենայնիվ հնարավոր չէր կանխել այդ ամենը հաշվառելով նաև հանգամանքը, որ Միքայել Աջափարյանը համապատասխան չէր ծանուցվել եւ ծանուցման պարագայում կկարողանար ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, բայց հնչում են տեսակետներ, որ միտումնավոր է դա իրականացվել, որպեսզի ճնշում գործադրվի եւս մեկ անգամ եկեղեցու նկատմամբ։ Նախ որևիցե մեկը չի ներխուժել Վեհարանի տարածք նախամուտքի մոտ է դրվել։ Երկրորդը նույն ձեր նշած անձը շատ լավ իմանալով խախել էր, պահկվել էր այդտեղ մտածելով, որ այդտեղ ինքը իրեն կարող է պաշտպանված զգալ եւ դա ակնհայտ է։ Երկրորդը եկեք մի բան հասկանանք, էլի հիմա մեր ընդդիմադիր գործընկերներն են եկել իրենց դոշ են ծեցում, կա դատարանի որոշում եւ գնալ մտնել ինչ որ մի տեղ եւ փորձել պատասխանվել եւ դատարանի որոշումը որպեսզի չկատարվի, դա անընդունելի է։ Եվ վերջի վերջո իշխանությունը տեսնելով, ոստիկանությունը տեսնելով, որ նման ԱԱԾ-ն չեմ հիշում կոնկրետ որ մարմիններ իրականացնում ազգային անվտանգության ծառայությունը տեսնելով, որ իրավիճակը կարող է լարվել, ընդհակառակը դուրս եկա, որպեսզի ցույց դնի, որ նման բան անելու նպատակ չկա եւ իրենք իրենց գործառույթն են իրականացնում, թե մեկի մոտ ինչ-որ կարծիք կա, որ ԱԱԾ-ն ցանկության դեպքում 300 կամ 400 հոգի որ մարդը չի կարող մտնել այդտեղից մեկին դուրս հանել, երբ է կարող, բայց դուք քայլի չգնաց, ի պատիվ մեր ԱԱԾ-ի պետք է ասեմ, շատ ճիշտ որոշում կա ասացի, որովհետև այդ ամեն ինչը արված էր այդ շոուն կազմակերպելու համար, ես կնստեմ ավտոն, հետո ես չեն թողնի, հետո ես դուրս կգամ մեքենայից, հետո ես ոդկով կգնամ, դե լավ եկեք հերիքա ոդկով գնամ, բանով մեքենայով կգամ, դերասանություններ ուզում եմ ասել։ Բայց եթե փախչելու ներողություն, փախչելու միտում ունենաք, քրեական գործը հարուցվել է հունիսի 17-ին ըստ դատախազության, բայց ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 25-ին է միայն որոշում, որ փախչել է մենակ գնալ թաքնվելով չի բարձր չէ, որ Հայաստանում դժվար կարողանալ ինքը թաքնվել։ Իմաստը շոու սարքելն է, իմաստը մարդկանց հրահարելն է, տեսեք հիմա ի՞նչ է կատարվում։ Մենք ասում ենք այս մարդը եկեղեցական կանոնն է խախտել, ասում են մենք այդ հարցերին ինչ որ բան լալահարաշ ձայնով ինչ որ բաներ են ասում, ոչ մեկ չի կարողանում հասկանալ թե ինչ են ասում։ Դուք հասկացել եք այսքան ժամանակ լրագրողներով։ Դուք այսքան լավ լրագրողներով գալիս եք քաղաքական գործիչներին, ազգային ժողովի նախագահին, վարչապետին հարց եք տալի, կոնկրետ պատասխան եք վերցնում։ Դուք այսքան ժամանակ
Հասկացել եք իրենք ինչ են ասում։ Իրանց նպատակը շոու անելն է։ Ասում ենք մարդը հանցագործություն է արել, բանը տեսանյութեր են հրապարակվել, բան են հրապարակվել, ինչ ասես ասում են, բացի հստակ պատասխան տալուց։ Իրանց հորերին են, հերերին են հիշում, Աստվածաշնչից են խոսում, չգիտեմ նախկիններից են խոսում, ներկաներից են խոսում, կոնկրետ ոչ մի բան չեն ասում։ Սա արվում է շոու անելու համար։ Այդ շոուները իրանց վնաս է պատճառում, որտեղ շոու անելը չգիտեն։ Ես կնի հերթով, Պարոն Սիմոնյան, ես հարցնում մի րոպե, այժմ դուք եք հարցը տալիս։ Ոչ, դուք չեք հարցնում։ Ես երկու հարց ունեմ։ Առաջինը, նախ որ ասում եք տերոր, դրանք բոլորը օպերատիվ Երբ ամենահեշտը կագրած քո հարցերին պատասխանելն է, որտեղ շատ կանխատեսել են քո հարցերը։ Օպերատիվ տվյալների հիման վրա են, բոլոր դեպքերում դատական վճիռ չկա։ Ոնց է որ բոլոր ձեր կուսակիցները ասում են տերոր է, ասում են ահաբեկություն է, բայց դատական որևէ վճիռ չկա ու բացի այդ հեղափոխություն որ եղավ։ Ինչի համար եղավ, որպեսզի ամերիկյան կանխարգելը չխախտվի, համանման բաներ տեղի։ Սա մեկ։ Հարգելիս, որևիցե մեկի այդ ասածը չի վերաբերվում վճռին եւ չի հանդիսանում վճիռ։ Այն գնահատականները, որոնք որ տրվում են, դրանք քաղաքական գործիչների գնահատականներ են հիմնված այն ինֆորմացիայի վրա, որը որ տվել է համապատասխան իրավապահ մարմինը։ Հիմա հոկտեմբերի 27-ին, ներողություն եմ խնդրում, հոկտեմբերի 27-ին, երբ որ տեղի ունեցավ տերորիստական ակտ, միջև դատավճիռ հրապարակելը, որը տեղի ունեցավ բավականին ուշ։ Արդյոք դա տերորիստական ակտ էր, թե տերորիստական ակտ չէր։ Չէին ասում, որ տերորիստական ակտ էր։ Թե սպասում էին Նայիրի Հունանյանի վճիռը հնչին օր։ Այդ վաղ չկար այդ խաղաղության կանխավարկածը, թե նոր եք հիշել դրա մասին։ Դա այն ինչ որ երբ որ դու տեսնում ես, որ իրավապահ մարմինները հրապարակում են մի փաստաթուղթ, որտեղ գրված է, կարդարացվեն, կասեն, տեսակ, Արդեն խախտում եք անմեղության կանխարգելը։ Եթե անձին ասում եք, որ ահաբեկիչ է, չէ, ենթադրենք, որ ասում են ահաբեկիչ է։ Երբ որ ենթադրությունը տեղի կրվի, խոսենք, հա։ Պարոն Սիմոնյան, բոլորն ասում են ահաբեկիչները։ Ես գնահատական, դա քաղաքական գնահատական է։ Տեսեք, հետաքրքիր բան ասեմ, դուք իմիջիալոս դուք ձեզ ավելի հետաքրքիր կլինի, որտեղ դա ձեզ շահերից է կապվում։ Երբ որ օրինակ դուք քաղաքական գործչին ինչ որ վատ բան եք ասում, քաղաքական գործիչ կամ սուտ եք ասում, կամ վիրավորանք եք ասում, որևիցե մեկը, հա, եւ դատի է տալիս քաղաքական գործիչը։ Դատարանները հաճախ որոշում են կայացնում ոչ թե իօգուտ քաղաքական գործիչի, հակառակը իօգուտ են մարդու, ով մեղադրվում է կամ ընդհակառակը հայց է ներկայացնում։ Գիտեք ինչի, որովհետև քաղաքական գործիչի խոսքի մեջ իր շեմը պետքա բարձր լինի, որովհետև ինքը հաճախ քաղաքական գնահատական է տալիս, ինքը հաճախ այլ ձևակերպումներ է տալիս, այսինքն քաղաքական գործիչի ելույթները եւ դատական վճիռը դրանք տարբեր բաներ են։ Ի վերջի վերջում մենք ունենք օրինակներ, որ ԶԼՄ-ն եւ քաղաքական գործիչը օրինակից դատի է տվել։ Այն բոլոր մարդիկ, ովքեր կգտնեն, որ իմ խոսքի մեջ, Վահագ Ալեքսանյանի խոսքի մեջ կամ որևիցե մեկի խոսքի մեջ իմ գործընկերների բան կա, որը խախտում է, դիմեք դատարան։ Դիմել եք, չէ, ինձ հայցեր կան, չէ՞։ Բա ինչի մասին է խոսքը կանանք ստանում։ Երկրորդ հարցը տամ էլի ու վերջ։ Ուրեմն դուք եկեղեցականների Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եկեղեցու դեմ չեմ այկարում այդ։ Ոչ մեկը չի բայկարում։ Խախտում կատարող սակրամությունը կատարողների դեմ։ Ամբողջ բանն է, որ դրա հրապարակային կրակոցները իրար, մարտերը իրար միջև վերածվում են եկեղեցու դեմի, այսինքն ինչու՞ չէ կարելի դա ինստիտուցիոնալ Չեն վնասում, չի կարա ինստիտուցիոնալ, ոչ թե ինստիտուցիոնալ ձևը չկա։ Դուք ձեր հարցի մեջ պատասխանը դրեք, ում հետ հանդիպել նստել, տեսեք, մարդը ասում է, որ նման խնդիր կա, այնտեղից նույնիսկ պատասխան գոյություն չունի։ Պատասխան չկա դրա հետ կապված, դրա ձևը չկա։ Եկեղեցին արժեզրկում են այն մարդիկ, ովքեր որ սև շորերը քաշում են գլխներին, աչքերը եւ ականջները փակում են, նաեւ ձեր հարցերին, եւ ասում են դա մեր ներքին գործն է, թե ով է քերակինը, թե ով է աղջիկը, ով ասում են դա մեր ներքին գործն է, երեք ժողովուրդ, դա անձնական կյանք չի։ Այն որ մեկը, ով որ պաշտպանում էր կտրիչին, ներողություն, դժում է իրանց պատճառով, այն մեկը, որ պաշտպանում էր կտրիչին, մի նկար էր դրել, հենց իր նկարներից, որտեղ իր դեմքին հարսիկ հող է դրած։ Այդ այն օրն է, երբ որ ինքը դառնում է կաթողիկոս, դա խորհուրդ ունեցող բան է, դա նշանակում է, որ իր կինը, իր հարսնացուն, իր անձնական կյանքը այլևս եկեղեցին է։ Բա չեք գալիս այս բաներից չեք հարցում ու ստացվում է մարդ, ով որ բարձրաձայնում ասում է, սենց խնդիր կա, բայց խնդիրը
Ինչու չեք լուծում, այդ մարդն է վնասում, հա։ Հիմա որ դուք հարցեր եք բարձրացնում ազգային ժողովի նախագահի դեմ կամ վարչապետի դեմ, դուք պետությանն եք վնասում, հա, չէ, դուք լրատվամիջոց եք, բացի լրատվամիջոցից Հայաստանի, այսինքն լռենք, ձև անենք, որ ոչ մի բան չի կատարվում։ Բայց եթե ինստիտուցիոնալ ձև կա, ովքեր ոչինչ երկրորդ կան մարդիկ, ովքեր ասում են, որ մեր սխալն այն է, որ 2018-ին այս քայլերը չեն կարել, այսինքն դուք ունեցել եք ձեր թիմում կամ ընդհանրապես քաղաքացիական պայմաններ, դուք պատգամավորներ, մարդիկ, չէ, ես ասեմ դուք ասում են սխալ է եղել այն, որ մենք այս գործողությունները չեն կարել դեռ 2018-ին, երբ որ տեղի ունեցավ հեղափոխությունը։ Այսինքն այդ տեղեկատվությունների ինֆորմացիան դուք ունեցել եք դեռ 2018-ին։ Այն ինչը հիմա ինչի մասին դուք հիմա խոսում եք, բայց թույլ տվեք հարցը ավարտեմ նախ ինչ-որ վերացական հարց։ ուխտը խախտելու վերաբերյալ։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը իմանալով հանդերձ վեհափառի հետ լուսանկար էր հրապարակում, գրում էր սա պատմական լուսանկար է, վեհափառը եւ ընտրված վարչապետը։ Այդ ժամանակ ձեր համար վեհափառը պատմական անձնավորություն է, հիմա արդեն դարձավ կուսակրոնության ուխտը խախտած հոգեվորական։ Դուք մտածում եք այդ հարցը, որ դուք տես հարուցում եք ձեր պատասխանը մեջը դնում եք, ես պետք է գլխով տոմտոմ բացնեմ, ասեմ այո կամ ոչ։ Ես նախ ուզում ձեզ հարցնել, ով արգելում ասեմ եք։ Եթե ձեր հարցը վերաբերվում է ընդհանուր առմամբ ինչի այն ժամանակ այո, հիմա այն ժամանակ ոչ, հիմա այո, եթե կրճատեք էլի այդ ձեր ելույթը, որ դուք ունեցաք, ձեր ցանկությունները, ձեր էմոցիաները, ձեր վերաբերմունքը դրեցիք դրա մեջ, բնավ չէ։ Մարդիկ նայում են, չէ՞, իրաց գնահատականը կտան։ Դա միակ ես հիմա ելույթ եմ ունենում, դեռ դրա իրավունքը ունեմ, իսկ դուք դրա իրավունքը չունեք։ Դուք դրա իրավունքը չունեք։ Դուք պետք է հարց տաք։ Դուք հարցը տալիս եք հետևյալ։ Արդյոք այն ժամանակ էդի նորմալ էր, հիմա նորմալ չի։ Այն ժամանակ, երբ որ հենց եկեղեցու ներսից բազմաթիվ մարդիկ գալիս էին եւ բողոք կար, հենց մենք որևիցե ձևով չենք ուզեցել մասնակցել, որովհետև չենք ուզեցել խառնվենք դրա մեջ եւ նման ինֆորմացիայի մեջ նույնիսկ չենք մտել եւ չենք խորացել։ Եվ չի եղել այդ ինֆորմացիան։ Այո, խոսակցությունները միշտ եղել են։ Այո, միշտ խոսակցություն եղել է, որ Կտրիչ Ներսյանը երեխա ունի, միշտ այդ խոսակցությունը եղել է։ Բայց երբևիցե դրա մեջ չենք խորացել, չենք մտածել։ Բայց երբ որ, հա? Ինչու՞, բացի հիմա ելույթ ես ասում չեք։ Հիմա ինչու, իսկ ինչի դիտար, չգիտեմ, Փայլակ ջան, որ տեսնես Նիկոլ Փաշինյանը հարցրու։ Չէ։ Բայց բոլորին թողնում եք երկրորդ հարց բացի ինձ։ Դու երկու հարց ես տվել։ Բայց շատ ագրեսիվ։ Ես ագրեսիվ չեմ։ Ասում եմ ինչ է։ Շատ ագրեսիվ եք, Նարեկին կոպտեցիք մեր գործը։ Միշտապես սենց է, Սոն ջան։ Իսկական ես Նարեկի հետ ոչ Ձեր թույլտվությամբ ես իմ հարցը ուղեմ։ Նախախազության գործելավոճը դուք շուտ եք։ Երկու տարի առաջ, 1 տարի առաջ Միքայել Սրբազանը հայտարարում է նույնը ինչը որ հայտարարել է հիմա, այո։ Եվ գլխավոր դատախազը ասում է արարքը հանցանք չէ։ Արարքը հանցանք չէ, մինչդեռ արդեն հանցանքի կրկնությունը նոր լույսի ներքո համարում է հանցանք։ Այ 3 հրահանգ չէ ստացել Ֆրանսիայում։ Այ 3 որ օրինակ լսեիք քննչական կոմիտեի ղեկավարին, այո։ Ինքը ձեր արդեն պատասխանել եմ, ասում եք նույն բանը ես կրկնեմ։ Ես ուզում եմ որ դուք ասեք քննչական կոմիտեի նախագահին ես հիմնավորում չեմ հանդիպել։ Նույն բանն էլ ես եմ ասում, գնացեք, ես երկրորդում եմ ասած։ Ասեք մենք Այն ժամանակահատվածում նախ մարդը վերահաստատել է, որ ինքը դա նկատի ունի։ Այսինքն եթե քննչական կոմիտեի մոտ կամ դատախազության մոտ ինչ որ կասկած ա եղել, որ մարդ ես միգուցե դե հիմա բանա մարդը եկեղեցական է, կարող է ալեգորիաներով խոսի, կարող է դա նկատի չունենա։ Երբ որ երկրորդ անգամ ինքը կրկնում է եւ մասնավորեցնում, ասում է, չէ, իմիջիալիոց ես սա նկատի ունեմ, դատախազությունը եւ քննչական կոմիտեն եւ իրավապահները իրավունք չունեն դրան չափել։ Երկրորդը, որ ասում եք այն ժամանակ ասել է, այսինքն այն ժամանակվա իրավիճակը եւ այսօրվա իրավիճակը, այն ինֆորմացիան, որը դուք ունեք, մենք ունենք, այն ժամանակը իհարկե ոչ, այսինքն նոր իհայտ եկած ինֆորմացիա կա, նոր իհայտ եկած, հետո ձեզ մի բան ասեմ, դուք վստահ եղեք, որ իմ նաև փորձից ելնելով, իմ մասնագիտական նաև բանից ելնելով, ես ես վստահեցնում եմ մեկ հայտարարության վրա շատ դժվար է լինելու հետագայում դատարանում կամ որևիցե ձևով շարունակել։ Ես վստահ եմ։ Հիմա Սամվել Կարապետյանին դժվար կլինի, պարոն Սիմոնյան, մեկ հայտարարություն։ Ուղղակի ձեր ասած։ Հա, ես չէի պատասխանել այդ հարցին։ Չէի պատասխանել։ Ինչ ես ինձ ընդհատել։ Այլևս չընդհատես։
Ես Շողիկի հարցը կշանեմ։ Չէ, դու մի Սամվել Կարապետյանը Ես չի որ Շողիկի նկատմամբ վատ վերաբերմունք ունի։ Տեսեք, բայց կարամ վերջը։ Չէ, պարզապես չէ բազվիցն է։ Հասկանում եմ, բայց միտքս կտրվում է։ Դուք հարց եք տալիս, ես միտքը շարադում եմ, ասում եմ հաջորդ բառը բան պետք է ասեմ, եկել ընդդեղից ինչ որ հարց ես տալի։ Դժվար է մի հայտարարության հիման վրա դատարանում։ Եթե դատարան, եթե ես ասում, եթե այլ հիմքեր չլինեն եւ այլ բաներ չլինեն, շատ դժվար է լինի դատարանում նման մեղադրանքը պաշտպանել։ Հարգելիս, բայց ով արդեն որոշել եք, դուք արդեն որոշել եք, որ Սամվել Կարապետյանը կամ Աճապարյանը արդեն դատապարտվել են, 10 տարիով բանտ են գնացել։ Դատարանի ուժի մեջ վտիր կա, մտած ինձ ասում եք, «Հետի ո՞նց է տենց ասում»։ Ժողովուրդ, բանեք, ախր դուք բոլորդ կարծացած մարդիկ եք, տեղեկացված մարդիկ եք։ Մի իրադարձությունները եւ բաները մանիպուլյացիայի ենթարկեք։ Ասում եմ, հիմա ինչ կարգավիճակ ունի Սամվել Կարապետյանը, կասեք։ Ինչ կարգավիճակ։ Վերադարձանք բանին, անմեղության կամ խավարկածը, անմեղության կասկածելը, անմեղության կամ խավարկածը։ Հարգելիս, բազմաթիվ մարդկանց, նաև իմ բարեկամներին, իմ ընկերներին, իմ կուսակիցներին նման ձևով մեղադրանք հապացող բազմաթիվ գործեր կան, որոնք մարդիկ արդարացվել են, եթե չի լինի որևիցե հանցակազմ։ Ես ես վստահեցնում եմ, որևիցե մեկը բանտ ուղղակի չի գնում։ Չի գնում։ Ձեր բարեկամի դեպքում չի արդարացվել։ Ինչա՞, կարծրացի, ես վստահ եմ, որ այդ գործը քանդվել է։ Ես վստահ եմ, որ քանդվել է։ Արդեն քանդվել է։ Բայց առաջինը իշխանությունն է խախտում։ Չկա դատական որոշում, անմեղության կանխավարկած չեք հաշվի առնում եւ միանգամից որոշում եք, տեսեք, միանգամից որոշում եք, որ ահաբեկչություն է տեղ ունեցել, նրանք ահաբեկիչ չեք դուք դատապարտում, իրենց կողմն եք անում։ Չկա դες, ախր սխալ եք ասում։ Հիմա լավ, մի հատ ձեզ հարց տամ, չէ, ես նոր խոսում եմ դրա մասին, որ դրանք քաղաքական գնահատականներ են եւ քաղաքական արձագանք է։ Հիմա երբ որ նման ինֆորմացիա է դուրս գալիս, երկու հոգի պատի տակ գյուլ ենք։ Այս անասուն, հա? Լսեք, երկու հոգի պատի տակ գյուլելը, ինչից ուզում ես կդրի, այդ երկու հոգի պատի տակ գյուլելը։ Ոնց ուզում ես կդրի։ Լսեք, դրա համար մենք հետևություն ենք անում եւ եզրակացություն ենք անում այն ինֆորմացիայի հիման վրա, որը որ մենք ունենք հարգելիս։ Այն ինֆորմացիան, որը որ ես չունեմ եւ դրա մասին չեմ խոսում, բայց ասել երկու հոգու պետքա տանել պատի տակ գյուլել, բարեկամներին էլ փոխհատուցում տալ, իրանք էլ ուրախ կլինեն, այս նախադասությունը յուրաքանչյուր նորմալ մարդ որ լսում է, սոս մնալ չընդհատես ինձ։ Ով լսում է, իր գնահատականն է, երբ որ ասում է ավտոբուսները պետքա վառենք, երբ որ ասում է ցանցերը, բանը, հոսանքի լարերը պետքա վրան սալուտ տրաքացնենք, երբ որ այդ բաները դու համադրում ես, դու գալիս ես ինչ որ եզրակացության, բայց մարդուն բանտ տանելու համար, որպեսզի ինքը ոչ թե ուղղակի ինչ որ կարգավիճակ ունեն, այլ մեղավոր ճանաչելու համար արդեն գալիս է դատարանի վճիռի փուլը։ Այստեղ դատարանի վճիռ կարող է կայացնել միայն դատարանը, իսկ մինչ այդ դուք էլ գալիս եք ինձ ասում եք, բա որ դուք էսի վերցնում եք, սենց եք անում կամ չգիտեմ, հարցում եք, սա կոռուպցիա է, թե կոռուպցիա չի։ Ստացվեց, որ դուք ինձ դատապարտեցիք այլևս կոռուպցիա կամ որևիցե մեկի, այդ ո՞նց է տենց ստացվում, դուք իմ կամ որևիցե մեկի անմեղության կանխավարկածը ձեր նշած ձևով կարողանում եք խախտել ձեր տրամաբանության մեջ, ես չեմ կարող ասել, որ ենթադրենք, երբ որ երկու հոգու պատի տակ ուզում են գյուլեն, դա տերորիստական ակտ է։ Դուք այդ որ գալիս եք կոռուպցիայից խոսում եք, տեսնում եք ինչ որ մեկի այդ կոռուպցիա։ Մենք ներկայացնում ենք հիմա Լավ, դրա համար 15-ը բաց ունեմ ձեր դեմ։ Սիմոնյան ելնելով ավելի հիմնավորված լինի մեկ եւ խնդրում ես դրան արդեն պատասխանում եմ։ անմեղության կապվածի հետ կապված խնդրում եմ։ Ձեր թիմակիցները դեռևս երբ Միքայել։ Ես ուրիշ բան եմ հարցնում, դուք չեք։ Ես ուրիշ բան եմ հարցնում, ինչ ես կրկնում։ Միքայել arczepiskopos Աջապահյանը եթե գտնվում էր Էջմիածնում, ձեր թիմակիցներն արդեն գրում էին, որ կալանավորվելու է, բա ինչ անելու 2 ամսով, կոնկրետ Վահագն Ալեքսանյանը։ Հետո Նիկոլ Փաշինյանն էր ժամկետով գրում, թե ինչքան է կալանավորվելու, իհարկե այդ խոսքերը չմեջբերեն, բայց հետո ասում է, թե խիեն ներսուխտում, որ այդքան կալանավորվելու է։ Շագերտավոր կնոջ կարիք կունենա 2 ամսում, դրա համար ներսուխտած են։ Այս արդեն դատական իշխանության վրա որոշակի ճնշում չի, երբ որ անգամ կալանքի ժամկետն են հրապարակում։ Ես համարում եմ, որ դա քաղաքական խոսքի ժանր է եւ քաղաքական գործիչները, բոլոր քաղաքական գործիչները, սկսած ընդդիմադիր քաղաքական գործիչներից վերջացած ընդդիմադիր քաղաքական գործիչ լրագրողներից նման հայտարարություններ անում են դա իրենց հարցերի մեջ, անում են դա ամբիոնից ելույթ ունենալուց, անում են դա այստեղ։ Եթե որևիցե մեկը
որովհետեւ մեկը ինչ որ խնդիր ունի այդ բանի հետ, հարգելիներս, դիմեք դատարան։ Ինչ է, մեջներից այդ ամենաօրինապաշտը ես եմ, ինչի ես 28 թե 32 հատ հայց ունեմ, դուք չեք անում։ Դե ձեզ դեռ ատալիս դրա մեջ։ Նախաձեռնել պարոն Սիմոնյան։ Ինչի՞ չեք, չէ, ես եմ ձեր դեմ տվել, ոչ թե ես եմ նախաձեռնել։ Շատ անհանդուրժող եմ։ Բա ո՞նց պահեմ գա։ Բա ոնց պահեմ գա։ Դες չի ձևակերպում, բայց հասկանում եմ ինչի մասին։ Հիմա սխալ ես ասում։ Կառավարման ապրեժուզը։ Մեկը գիտի, մեկը չի։ Խնդրեմ նարիք։ Հիմա այսինքն երբ օրենք արդեն ընդունվեց, հա, պետք է արդեն Չին կրկին։ Երբ որ ընդունում, հա։ դուք էլ ինձ մոտ։ Հա, ներողություն։ Ձեզնից ինչ պիտի սովորեմ։ Պարոն Սիմոնյան, եթե արդեն օրենքսի գործել, հա, նախ դա անհապաղ է ուժի մեջ մտնելու, թե ոչ կխնդրեմ դա հստակեցնել եւ հենց ուժի մեջ մտավ արդեն պետք է ներկայացուցիչ ունենա պետությունը, թե ոչ։ Թե պետք է սպասի, ինչպես պարոն Վարդանյանը նշեց, խնդիրների դեպքում արդեն կառավարմանը միջամտեն, թե կսպասեք ինչ որ խնդիր լինի, նոր միջամտեն։ Օրենքը ուժի մեջ կմտնի քվեարկությունից անմիջապես հետո, ինչ վերաբերում է երկրորդ հարցին, անկեղծ ասած չի։ Այսինքն կառավարիչ միանգամից կնշանակվի, թե ինչ որ Վարդանյանը ասեց այդ դրամատուրգիան։ Իսկ դուք ինչ եք կարծում, քննարկել չեմ լսում։ Դուք ինչ եք կարծում, կա անհրաժեշտություն, որ օրենք ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո արդեն պետական կառավարիչ այսպես նշանակվի։ Ես կարծում եմ, որ անհրաժեշտություն կա եւ ես տեղեկություններ ունեմ, չգիտեմ որքանով են հավաստի, բայց ես տեղեկություն ունեմ, որ ներսում մարդկանց ստիպում են մասնակցել տարբեր միջոցառումների եւ ամսի 4-ին ասել են, որ ամսի 4-ին երթա լինելու եւ էլի պարտադրել են հեծի աշխատակիցներին, որպեսզի իրանք մասնակցեն։ Չգիտեմ, անկեղծ ասած չգիտեմ, հա, տենց ինֆորմացիա ունեմ ու պետք է ասեմ, որ ուզում եմ կրկնել առիթը օգտագործելով, ուզում եմ կրկնել վարչապետի ասած ազգային ժողովում, հարգելիներս, այդ բոլոր մարդիկ, ովքեր նման բան են ասում եւ նման բան են առաջարկում, դրանք առնվազն գործից ազատվելու են, օրենքը ընդունվելուց հետո նոր կառավարիչ նշանակվելու Պարագան դրանք պատասխանատվության են ենթարկվում։ Իսկ վերադառնացում եք կառավարիչ։ Մի հարց ես կարող եմ տալ կրկին վերադառնալով մեր հին ծանոթությունը խնդրում։ Պարոն Սիմոնյան, երեք վարչապետը Սաղը դե կտա գեփ ա եղել, որ ես հարցի չպատասխանեմ գնամ։ Երեք վարչապետը նաև ասաց այդ նույն խնդրի հետ կապված, որ որպեսզի այդպիսի իրավիճակ չլինի, որ Հայաստանի քաղաքացի չհանդիսացողները Հայաստանում այդպիսի process-ներ գեներացնեն, հնարավոր է նաև օրենսդրական ինչ-որ փոփոխություններով այդ հարցը լուծվի։ Այդ միտքը առաջին անգամ հնչեցրեց, թե արդեն կա այդպիսի ինչ-որ քննարկումներ, կոնկրետ չկա այդպիսի դեռ ինքը առաջին անգամ է քննարկում։ Վերադառնալով բացահայտված պլանին, պարոն Սիմոնյան, ինչ եք կարծում, խմբակ, որը նախապատրաստում էր ահաբեկչություն ըստ քննչական մարմնի, հարգելով բոլորի անմեղության կարգավարկածը, ծանրացային անկարգություններ եւ իշխանության յուրացումը, ըստ ձեզ ունեցել է արդյոք քաղաքական հովանավորներ, արդյոք այդ հովանավորների շարքերում նախկին երկու նախագահներն են, գուցե նաև արտերկրյա հովանավորներ։ Ես ոչ մի բան չեմ բացառում։ Քաղաքական մեկ կենտրոնից վերադրվել է, բացառում եք թե ոչ։ Մենք քաղաքական այսպես ասած բաժանումների խաչմերուկում ենք Հայաստանի Հանրապետությունը մշտապես գտնվել։ Ղարաբաղյան ամբողջ process-ը նման շահերի համար օգտագործվել է։ Մենք հիմա կանգնած ենք բանի մոտ, հա, հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի նվիրված հուշարձանի մոտ։ Գալիս ենք հոկտեմբերի 27-ին, դուք էլ բոլորդ լրագրողներդ գալիս եք հոկտեմբերի 27-ին, Ստեփան Դեմերճյանից եք հարցազրույց վերցնում, Տիկին Բախշյանից եք հարցազրույց վերցնում եւ այլ եւ այլ։ Այդ ամեն ինչը բնական է ունեցել է նույն խոսակցության շուրջ է։ Այս խոսակցությունը, որը որ հանրության մեջ կա այսօր, այդ խոսակցությունը եղել է այդ terroristական ակտը անելուց առաջ, երբ որ Վազգենը Մեղրիում ասել է, որ Մեղրին Երևանում է պայթելու, երբ որ այդ ներքին խնդիրներն են եղել, եւ այս էլի մարդիկ են եղել, որոնք ասել են դե Նայիրի Հունանյանի վճիռը չկա, խեք ասում ինքը terrorist է եւ այլ եւ այլ։ Նույն բաների մասին է խոսքը, եւ ես ոչ մի բան չեմ բացառում, անկեղծ, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի։ Ես իմ անձնական կարծիքն ունեմ նաև հոկտեմբերի 27-ի հետ կապված, որ թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը ամենայն հավանականությամբ իմացել են պատրաստվող բանի մասին։
ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանը լինելով սուպեր նախարար, ես բացառում եմ, որ դեռ ոնց է ստացվում, որ այդ օրը ինքը ստեղ չի եղել։ Ես բացառում եմ այդ բան։ Ես որևիցե ապացույց ցավոք սրտի չունեմ, ես այն ժամանակ 19 տարեկան, 20 տարեկան տղա եմ, բայց այն ժամանակ, եթե հնարավորություն լիներ, այն տեխնիկական հնարավորությունները լիներ, որոնք որ այսօր կան, իրանք վստահ եմ 100% վստահ եմ կիմանային, բայց էլի եմ ասում, շատ հնարավոր է, որ էլի իմացել են։ Ուղղակի իրավիճակը ձեռ է տվել։ Չեք հիշում հոկտեմբերի 27-ից առաջ ինչ խոսակցություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանը անգլիական թաքու կարգավիճակ ուներ Հայաստանի Հանրապետությունը, որտեղ ամբողջ իշխանությունը կենտրոնացած էր Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ձեռքում։ Ախր Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի բացի ազդեցիկ քաղաքական գործիչ լինելու, բացի կշիռ քաղաքական ունենալուց, իրանք մի հատ ուրիշ սուպեր բան ունեին, իրանք ժողովրդի աջակցություն ունեին։ Այդ իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կամ որևիցե մեկը ոչ մի բան չէին կարող անել։ Ու այո, ես կարծում եմ, որ նման բանի շուրջ խոսակցությունները այսօր էլ են եղել, այսօր էլ են փորձել եւ Բագրատ Գալստանյանն թե Վազգեն ինչանա, չգիտեմ, մի խոսքով ասում, անժը գրիշը, անժը ժորը, կարևոր չի ինքը ինչա, ասենք դա այդ կերպարը իր հարցազրույցների մեջ Ջեբեջան Հրիփսիմեին եւ մնացածին ինքը իր հարցազրույցների մեջ նույնիսկ ակնարկում ասում դե կանենք, անում ենք էլի իրար, բայց պարզ էր չէ որ քաղաքական ժողովուրդ մենք ինչի վրա ենք զարմանում, մենք ասում ենք ինքը քաղաքական դիակ է, բոլորս ասում ենք, ես էլ ասում եմ իրան թողնելու ենք փողոցում ինքը կոշիկի պես մաշվի, պարզ էր չէ որ քաղաքական process ինքը չի կարողանում գեներացնել եւ պարզ էր որ ասենք այն իր վստահությունը որ գնում են ընդդիմադիր լրագրողների մոտ ասում են հեսա ենք անելու են անելու հետո դրան ավելանում մենք մեր ձևերով կանենք եթե քաղաքական գործիչները քաղաքական գործիչ կանենք ասա կմասնակցենք հա դե հիմա կտենանք էլի հիմա օրագրի մեջ օրինակ Աճապարանի մեջ օրագրի մեջ գրած է ինքը Սամվել Կարապետյանի հետ երբ հանդիպել դերս գործիքն հետո կարող է չեմ բացառում ամեն ինչ կարող է ես իմ կարծիքն եմ ասում ես ասում եմ իմ քաղաքական գնահատական նորից եմ ասում կարող է պարզվի որ սուրբ են իրանք բան չունեմ ասել կսրբանան իսկ պարոն Սիմոնյան Իլերման հարցի, այսինքն չեք բացառում, որ ոչ լսեք, ես ուզում եմ ձեզ հիշեցնել Վազգեն Մանուկյանին, որ ասում էր դե ռոմանտիկների բան, մի խումբ ռոմանտիկներ, լսեք, բանը դաշնակցական են, ոնց է դրա անունը չեմ կամ, Հրանտ Մարգարյանը, ասենք, ես չեմ, ինձ զսպում եմ, որպեսզի վատ բառեր չասեմ, հա, Հրանտ Մարգարյանը, որ չխոսասուն է, այդ կլսեց։ Հրանտ Մարգարյանին, որպեսզի վատ բառեր չասեմ, այդ ինչ էր ասում։ Ասում հոկտեմբերի 27-ը դա պորտկում էր եւ այդպես պորտկումներ կարան լինել, ու ասում մի հատ էլ օրինակ բերում են խեղճ ճակերտավոր վատ իմաստով չեմ ասում, էլի լրագրողը, որը որ չի հասկանում Դավիթ հետ չեմ սխալվում, չհասկանալով ինչն է ասում, մարտի 1 էր, չէ, ասում նոյեմբերի 9-ն էր, որ մտել էին Արադ Միրզոյանին էին սպան եւ այլն։ Այդ մարդիկ դրա մասին գրեթե բաց խոսում են, գրեթե բաց խոսում են։ Հիմա եկել են, բայց ինչ գիտեք, որ այդ երկու հոգի գյուլելը բանա, մոնտաժված չի։ Երկու հոգի գյուլել Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկ իրավունք չունի, ոչ մեկ։ Իշխանությունը խիստ անհանգստացած ու վախեցած է հիմա։ Ումից։ Իհարկե անհանգստացած եւ վախեցած է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին է խոսքը։ Այդտենց իրավիճակներում ստեղծելու այն նկարագրած, լսեք, այն նկարագրած, Ռուզան ջան, իհարկե, այն նկարագրած իրավիճակները, որոնք որ նկարագրված են, եթե իրականություն լիներ, դա նշանակում է քաոս, իրանք հենց այդ բառները օգտագործում են։ Իսկ պետական մակարդակ, որ պետությունը գոյություն չունի, ասեք դուք ինչ գիտեք, որ ենթադրենք, չգիտեմ, ինչ որ ուժ չի գա եւ չի ասի եւ վերջ, այսօր սրանից մենք ենք իշխանությունը, այստեղ կառավարությունը մենք ենք, դուք պետականություն այլևս չունեք։ Դուք վստահ եք, որ ենթադրենք ինչ որ տեղից ինչ որ զորք չի մտնի, զբաղեցնի պետական այդ իրավիճակի շարունակական բոլորին շարունակական դեպքում, երբ որ բոլոր քաղաքներում պայթուններ են, երբ որ ոստիկանությունը չի կարողանում դուրս գա իր տեղերի այդ ֆունկցիան իրականացնի, փողոցները փակեն, շապօգնություն չի աշխատում, բանակը բնականա կատվածը հարա, ժողովուրդ այդ նշանակում է, որ յուրաքանչյուր թշնամի, յուրաքանչյուր հակառակորդ կարա մտնի գրավի յուրաքանչյուր տարածք եւ յուրաքանչյուր խումբ կարա գրավի մի քանի, լսի, գերագնահատում են, որտեվ իրանք այնքան չկան ու չեն կարող լինել փառք Աստծո, որ նման բան անեն, բայց այն բանը, որ իրանք փորձելու են, Նարի Օնանյանը չկարողացավ միջև վերջանի, բայց դրա պատճառով մարդկանց մտածող գնդակը հարեցին։ Հետո ինչ, եկեք չգերագնահատենք։
ասում եմ, Հրանտ Մարգարյանը, այն մնացած բոլոր մարդիկ, ովքեր որ Սամվել Կարապետյան, այն մնացած բոլոր մարդիկ, ովքեր որ նման բանի մասին էին խոսում, Աստված մի հարասցե, որ տենց մի բան ելներ, գալու են աչքի հետ ճպճպացնեին, ասեն մենք դա նկատի չունենք, լուրջ եք ասում, հա։ Լավ Ալենը չի, Վիկոլ Փաշինյանը չի, մյուսը հարցը չի, ես մի անգամ Արծվիկ Մինասյանին ասել եմ։ Մի անգամ Արծվիկ Մինասյանին ասում, պարոն Մինասյան, շուտ խոսակցություն են ասում, ինչ որ խոսք գնաց, հիմա բառացի չեմ հիշում, ասացի սենց բան խոսում են, սենց բան, ասեց Պարոն Սիմոնյան, ես ինչ ես ասում, ասես դա նշանակում է, ասում հարցը դուք չեք, դա նշանակում է պետության դեմ քայլ անելու եւ պետականության անվտանգության, ասենք Արծվիկ Մինասյանը օրինակ այդ բանը հասկանում է, ինձ դա ասել է առնվազն։ Բայց դուք չեք հասկանում, որ դա Ալենի, Նիկոլ Փաշինյանի, չգիտեմ, Արադ Միրզոյանի, Պապիկյանի դեմ չի, դա մեր երկրի դեմ արած քայլ էր։ Պարոն Սիմոնյան, օգտվելով առիթից, որ մեր Չէ, շատ ես օգտվում, այլ հարցեր կան։ Գրեթե ամեն օր Նիկոլ Փաշինյանը Facebook-յան գրառում է անում, որ հստակ ասում է, որ վեհապարը պետք է հեռանա։ Հա, ինչո՞ց է։ Ամեն օր ասում։ Հիմա իշխանությունը ինչ պլան ունի կոնկրետ։ Եկեք իշխանություն հարաբերությունները կարգավորվելու է։ Թե ոնց պետք է հեռանա։ Մինչև վերջ գնալու ենք հասնենք մինչև կալանավորման, որովհետև տեղի Լսեք, սրբազանները պետք է կալանավորել շարունակել։ Ես խնդրում եմ։ Ինչի՞ պատրաստ։ Ես խնդրում եմ, հորդորում եմ։ Եկեք մի ճանաչ գնանք, էլի արավենց վարվում։ Ես խնդրում եմ, հորդորում եմ, Պետրիչ Ներսիսյան։ Հնարավորինս արագ լքի իր այդ կարգավիճակը, որը հիմա բռնացել է։ Խնդրում եմ, առաջարկում եմ արագ։ Ինչքան երկար տևեց այս պատմությունը, այնքան այս պատմությունը Իրան, մեր երկրին, մեզ բոլորիս ձեռնտու չի լինելու։ Վերջը լինելու է նույնը, ինքը լքելու է այդտեղ։ Խոսքը ժամանակի մասին է եւ խնդրում եմ նորից եմ ասում, խնդրում եմ։ Թող շատ բան չա։ Խնդրում եմ թող։ Պարոն Սիմոնյան, ուզում եք ասել, որ Նարեկ ջան, ես ալծետ ինչ կապում եմ։ Դուք խանգարում եք ինձ։ Ինչ, այսքան վերջին հետևերգանը մենք տեսանք ԱԱՑ-ով գնացին։ Հարկելից, բայց այդ ԱԱՑ-ով չգնացին, չէ՞ որ էլի այն անեկդոտը հիշեմ, որ դու ոչ մի բան չէիր արել, այդպես քեզ ասեցին, ուղղակի։ Լավ, ես տեսա ոդկով ոնց էր գալի, ոդկով գալացավ մարդը Գյումրիից չի գնում երկու օր թաքնվում վեհարանում, հետո Պարոն Սիմոնյան, ուզում եք ասել, որ այդ հերասեր։ Պարոն Սիմոնյան, ինչ հետաքրքիր է, դուք գլխավոր դատախազից գրություն ստացել եք Արթուր Սարգսյանի հետ։ Դեռ ոչ, այսինքն բայց ես ասել են գալու են նման, իսկ կալանավորումներ է լինելու։ Չեմ կարող եւ ստանամ նոր։ Բայց քրեական հետապնդման մասով գիտեք, որ ես կազմես սպասում եմ, որ իսկ դա լինելու է հուլիսի 4-ին եւս մեկ ստացվում։ Իդեպ Սեյրան Օհանյանի ու Արծվիկ Մինասյանի մասով կբացատրեք, պարոն Սիմոնյան, վերջը ինչ փուլում է, որ չի քննարկվում։ Լավ, շատ լավ փուլում է։ Չէ, բայց իսկապես իրենք են էլի առաջարկել հետ կարածիքը։ Այս արտահայտությունը չկա դրա համար։ Պետք է պատրաստ լինի, մենք օրենք ենք փոխել, գիտեք, մենք հնարավորություն ունենք հատուկ դրա համար արտահայտանենք։ Ուղղակի ուղարկվել էր միջնորդագրերը։ Եվ նորից ձեր ասացի մասով Ալեքսանդր կգամ, հեսա հնարավորություն։ Պարոն Սիմոնյան, դուք որ նշում եք պետք է կաթողիկոսը հեռանա եւ եթե չնշում եմ, ասեցի խնդրում եմ։ Ինչ, հետո ինչ։ Ասում եք միևնույն է դա է լինել։ Չի կարող բացվել։ Դե ժողովուրդ չի կարող, որովհետեւ ես որպես հավատացյալ մարդ, որը որ մկրտված է հայ առաքելական եկեղեցում, որի համար հայ առաքելական եկեղեցի սրբությունը, ես չեմ ուզում, չեմ կարող հանդուրժել նման բանը։ Ինչ եք անելու, օրինակ դուք պարոն Սիմոնյան, որպես քաղաքացի, որպես քրիստոնյա։ Ցավում եմ, պայքարելու եմ, համոզելու եմ, այն ինչ որ անում է վարչապետը, օրինակ, վարչապետը ինչ անում։ Ամեն օր բացատրում է, ամեն օր ցույց է տալիս ճանապարհը, ամեն օր։ Մեթոդները կփոխի վարչապետը։ Սարգսյանից Սերժ ինչքան վաղ դուրս էին գալի միտինգ էին անում։ Ռոբերտ Քոչարյանը ինչքան վաղ դեռ չէր տա։ Այսինքն կաթողիկոսը դեռ 10 տարի ունի։ Բացի Արթուր Սարգսյանից այլ պատգամավորների Եվ այս այն նշած մարդկանց հետ կապված գիտեմ որ պետք է ասեմ բացի շոուկի ասած մարդկանցից որևիցե այլ մեկի մասին Մեկ էլ Արթուր Սարգսյան այս ենթադրյալ Սեյրան Արթուրը կարծեք Բարձրաստան Պաշտոնյաները իրենց անվտանգությունը ուժեղացնում չէ ցավոք սրտի բայց կարելի է որովհետև վտանգավոր է չէ որ ասում եք չէ չէ ավելի չգիտեմ քիչ են կարող
Բայց դու կարծում եմ, սա հետևս կանգնած են, ասում գնա առաջ։ Ես ընդհանրապես նեղսրտում եմ իմ շուրջը պատկերող մարդկանցից, որովհետև անձնական տարածք չունեմ առնվազն։ Հեն երթի մասին հայտարարեցին։ Հա, երթի մասին իդեպ հայտարարություն եղավ, որ ամսի 4-ին ժամը 6-ին։ Այդ որ ինֆորմացիաներս ճիշտ է։ Seasons-ի այգում են ժամանակ Չէ, մտածում։ Բայց դուք վտանգ զգում եք ձեր անձին կապված։ Իսկ այդ վտանգի հետ կապված ինչ քայլեր եք անում։ Որքեզ ամեն շաբաթ ինչ որ մեկը անծանոթ բանից էջից կամ թեկուզ բաց էջով սպառնա։ Իսկ ինչ եք անում։ Հետո պլանը լինի, որտեղ որ գրավում են հիմնական շենքերը, երկիրը քաոսի է վերածվում, մարդիկ են յուրվում եւ այլն չէ։ Իշխանականներին հարցեր տալու համար ինձ էս վերջին մի քանի տարում 10 օրը մեկ գրում են քեզ որտեղ տնան գլուխը ջարդում։ Չէ, որովհետև հələ որ նման դեպքեր լինի, օրինակ քո գործընկերներին ծեծեին, սպանային, կանանգստանային, որ սա իրոք հարվածում է հայ-ռուսական հարաբերություններ եւ իրոք իրանց այդ դեգեներատ հաղորդավարների ելույթները իրոք վրդասում են հայ-ռուսական հարաբերությունները։ Մենք ունեցել ենք շատ լավ այց իմ գործընկեր Մատվիենկոյի այցը Հայաստանի Հանրապետությունում, ռեգիոնների ղեկավարների, սենատի անդամների շատ լավ այց ենք ունեցել, շատ անկեղծ։ Ու հիմա այդ մարդիկ, որովհետև ամեն ամիս, չգիտեմ, Սամվել Կարապետյանը կարող է ուրիշ մարդ, չգիտեմ, ծրարով մի 30-50,000 $, փող է տվել, հիմա իրանք ասում են, որ դրանք իմ ընկերներն են, էլի ում փող է տվել, հիմա իրան ընկերներն են, ում հարսանիքին կանչել է երկել են, էլի իրան ընկերներն են, բան, տենց այդ մարդկանց հիմա դրանք դուրս են եկել ի պաշտպանություն, թող ռադները քաշեն, վերընկնեն, իրանց գործով զբաղվեն եւ մեր երկրի ներքին գործերին չխառնվեն, դրանք հակառակ էմոցիա են առաջացնում։ Իմ մոտ չէ միայն Հայաստանի ապցան քաղաքացիների մոտ, ասեմ, թող բերաները փակեն, ռադները քաշեն։ Ու ես համարում եմ, որ մենք շատ լրջորեն այս բաների հետևանքով պետք է արդեն քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այդ մանկուրտների, կապիկների ծրագրերը վաղուց փակված են Հայաստանի Հանրապետության, իրաց մուտքը Հայաստանի Հանրապետություն փակված է, բայց եթե պետական ալիքները իրանց թույլ են տալի խառնվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մեջ, միգուցե մենք էլ պետք է նույն ձևով արձագանքենք, առնվազն փակենք իրանց մուտքը մեր հանրության բնակարաններ, որովհետև եթե փակում ես, ասում եմ, այդ որոշ դեգեներատների բաները, մանկուրտների բաները, այդքանը ճիշտ ծրագրերը, բայց դրանք ոնց էլ լինի, բանի, ինչ-որ այլ ծրագրի մեջ, ինչ-որ կտորներով ցուցադրելով, էլի սողոսկում են եւ մեր Հայաստանի Հանրապետության ժողովրդի առնվազն նյարդերի վրա ազդում են։ Այլ արծա, որ մեզ ինչ-որ ձևով օգուտ է տալիս, որտեղ երբ որ հեքիաթներ են պատմում, որ Հայաստանում ԱՄՆ-ի, չգիտեմ, սպեցնազը ազգային ժողովում էր կամ կառավարությունում էր կամ ինչ-որ բան, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գիտի, չէ, Հայաստանի մեջ է կատարում, հասկանում են, որ սուտ են ասում։ Բայց մեկ այլ հարց է մեր երկրի անվտանգությունը, կամ Հայաստանի Հանրապետության պետական գործերին պետք է չխառնվեն, կամ ներողություն եմ խնդրում, իմ անձնական կարծիքն է, որ պետք է այդ հարցը քննարկել։ Լավրովին իր գործընկերը պատասխանել է, ես ավելացնելու բան չունեմ։ Ես կարող եմ ասել, դուք ասացիք, որ նախագահը խառնվում Հայաստանի գործերին, որ երբ որ աջակցություններ ցույց տալիս, ասում էր Հայաստանում ապակայունացնելու այդ գործերին համերաշխություն են հայտնում։ Հիմա որ ես ասում եմ, կամ որից մեկը ասում է, լսեք, Մակրոնը չի խառնում, որովհետև ասում է տերորիստական ակտի մասին տեղեկություն կա, մի արեք, որովհետև դա անվտանգությանը կվնասի, եթե թարգմանենք կարճ լեզվի, հա, դա նորմալ բան, ես կարամ ասեմ, որ երբ որ որոշ երկրների ներկայացուցիչներ խառնվում են մեկ այլ երկրի կամ տերորիստական ակտին, դա պետք չի կարելի, ինչ է, ժողովրդավարության մասին խոսում։ Չի Պարոն Սիմոնյան, ասացիք, որ Գարեգին բնդ կտրիչ Ներսիսյանը միևնույն է հեռանալու։ Հետաքրքիր է Վազգեն Գալստանյանի եւ Միքայել Աջափահյանի ձերբակալությունից կալանավորումից հետո Գարեգին բնդ փորձել է կոնտակտի դուրս գալ, կապի դուրս գալ իշխանության հետ։ Ես կարծում եմ իշխանության հետ կապի մի ձև կա։ Իշխանության հետ կապի մի ձև կա։ Հանրորեն դուք հարգելի լրագրողներ, լավ դուք այդքան անզոր եք կներեք այս բառիս համար։ Չեք կարողանում այդ հարցի պատասխանը գտնել։ Ընդհանրապես ես տեսնում եմ այնու փայլակ ուրա գնաց, փայլակներ։ Հարց եք տալի, ասում լալա հարաճ դենով ամեն ինչից խոսում է, բացի հարցին պատասխանելու դենց հարց տվել։ Հարցրեք, ասեք, եղբայր, երեխա ունես,
չունես, հա, չէ։ Իր հեռացման օրակարգով։ Բայց հələ մարդիկ կան, որ ասում են, դե հələ ինքը չի ասել։ Դե ինքը տենց աչքերը փակում, ակաժները փակում, ձև անում, որ գոյություն չունի։ Հիմա ինչքան է մեզ բոլոր ձեզ խափելու, ինձ խափելու, ձեզ խափելու։ Այդ քողը, որ գցել էր հարսի, երբ որ դառնում էր կաթողիկոս։ Ես չեմ ասում դա վատ բան, ես ամենևին ձեռ չեմ առնում, հանկարծ չմտածեք, դա եկեղեցական կարգ է, ընդհանրապես խնդիր չկա դրա հետ կապված։ Ասում եմ դա, բայց նշանակություն ունի, չէ՞։ Բայց դրանից առաջ է էժանագին բանա, թեմա է անցել, որովհետև կաթողիկոսին վերագրում ասում են ռուսական ծառայությունների։ Ես դες բան չեմ ասում։ Ձեր չեմ վերագրում։ Տենց խոսակցություն, հմեկի ետերում ասում են ռուսական բան է, ռուսական կարգավիճակը, ունեցվածքի մասին է խոսում։ Ինչ է իշխանությունները, ինչ է վրթովմունքը, այդ չհայնությունն է։ Օրինակ չես ասում ընդդիմադիր մեր գործընկերներին, որ օրինակ իմ մասին ինչ ասես ասում։ Դու գիտես, չէ՞, իմ լավ եւ վատ կողմերը, գիտես, որտեվ շփվել ենք մենք։ Ինչի՞ չես ասում, օրինակ, չգիտեմ, էս ինչան էս ինչ։ Դու ո՞նց ես իր մասին սենց բան ասում։ Ինչի՞ ես սենց բան ասում։ Ուզում հասկանամ, գիտեմ, որ իմ մասին վատ բան չեն ասում։ Ինչի՞ չես ասում, ուզում հասկանամ։ Բայց որ չեն ասում ո՞նց է։ Ապրես։ Շնորհակալ